Ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը։ Կապված եղանակային անբարենպաստ պայմանների հետ խորհրդավոր այսօրը նշվեց մայիսի 3-ին Նինոց Մինդայի մշակույթի տան բակում։ Այս տարի էլ համերգային ծրագիրը կազմակերպել էր վաստակաշատ պարուսույց Լուսինե Մզիկյանը։ Գեղեցիկ պարային համարներով հանդիսատեսին բարձր տրամադրություն փոխանցեցին շրջանի տարբեր գեղարվեստական խմբերի սաները, հայկական, վրացական, արտասահմանյան եւ այլ ոճի պարային համարներով։ Օրը դարձրին գունեղ եւ տոնական։ Իսկապես այսօր տոն է բոլոր Պարի սիրահարների համար մենք ունենք բավականին լայն պարային խմբակներ համարյա բոլոր գյուղերում ունենք եւ օրը տարեստարի ավելանում է եւ այս տարվա միջազգային Պարի օրի մենք արդեն լրիվ զինված գեղեցիկ երեխաներով, երիտասարդներով եւ այն տրամադրությունով, որ արդեն տիրում է մշակույթի կենտրոնի բակում, սա ապացուցում է, որ Պարը մեզ համար բավականին սիրված արվեստներից մեկն է։ Պարի բազմաժանրության մասին կարելի է երկար խոսել, այն որ սկսում է էթնիկական պարերից, դասական պարը, բալետը, սպորտային պարերը, որտեղ կան չեմպիոններ, կան մեծ կոնկուրսներ, դա ապացուցում է, որ Պարը աշխարհում ամենատարածված արվեստաձևերից մեկն է եւ այն որ նշում ենք այսպես բառ ոչ միայն մենք, ասենք բոլոր քաղաքներում, բոլոր հանրապետություններում, դա նշանակում է, որ իսկապես Պարը իր տեղն ունի։ Երեխաները կարող է աստվածատուր չլինեն, որ ձայնով բարձրանան բեմ երգեր, բայց պարել յուրաքանչյուր կյանքում երբևէ պարել ենք եւ դա նշանակում է, որ այս տոնը, որ այսօր մեր երեխաները եւ եղանակը ապարգևում են մեզ, դա իսկապես եւ հանրատեսի համար եւ իրենց պարողների համար բավականին մեծ երևույթ է։ Եվ ուզում եմ շնորհավորել նրանց ծնողներին, որ երեխաներուն բերում են պարարվեստին մասնակցել համար։ Շնորհավորում եմ մեր պարուսուսներին, ովքեր չեն ձանձրանում երբեք գյուղից գյուղ անցնելով, տարբեր խմբերի հետ պարապելով, այսօր բեմադրում ցուցադրում են համաժա պրոֆեսիոնալ պարեր, դա մեծ երևույթ է։ Եվ այնպես շնորհավորում եմ մեր բոլոր եւ պարողներին եւ այսօրվա հանրատեսին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Համերգին ներկայացան Նինոց Մինդայի շրջանի 8 պարուսույցների պարային խմբեր։ Ցանկությունն էին հայտնել մասնակցելու ինչպես Նինոց Մինդայի մունիցիպալիտետից, այնպես էլ հարևան Ախալքալաքի շրջանից։ Հայի ինքնությունը բնութագրող նշփաճաշակ հայկական տարազներն աննկարագրելի տեսք էին հաղորդում մեր հայուհիներին, չէ՞ որ պարավեստը ծաղկում եւ ապրում է երիտասարդ սերնդի եւ Պարի շնորհիվ։ Այսօրվա մեր միջոցառումը նվիրված էր Պարի միջազգային օրվան։ Ես որպես ղեկավար, որպես պարուսույց, որպես կազմակերպիչ երջանիկ եմ, որ ունենք նման սերունդ։ Հպարտ եմ, որ կարողանում ենք մեր մշակույթը բազմաժանր ձևի ներկայացնել ամբողջ աշխարհին, մեր հանրությանը։ Եվ օգտվելով առիթից ուզում եմ խորին շնորհակալություն հայտնել մեր քաղաքապետարանին, Հանձինս Անիվերտ Մոսոյանին, որ մեծ ուշադրություն դարձրեց եւ սկզբից մինչեւ վերջ մեզ հետ էր եւ անտարբեր չանցավ
եւ նվիրատվությունները եւ ծաղիկները շատ շնորհակալություն բոլորից ինչու՞ չէ այսօր մեր կողքին են մեզ հետ են մեր ղեկավարությունը, մեր ծնողները, մեր երեխաները, մեր սաները եւ դուք իհարկե եւ ես միայն կարող եմ երկու բառով ասել շնորհակալ եմ որ դուք կաք բոլորդ միասին Ինչպես նշվեց այսօր Պարի միջազգային օրն էր, ճիշտ է ապրիլի 29-ն էր Պարի միջազգային օրը, եղանակի պայմաններով նշեցինք այսօր մեր մշակույթի տնօրինության եւ Լուսինե Մզիկյանի կազմակերպությամբ կային տարբեր պարային համույթներ, ես ներկայացրի Կանձայի Կանձեր պարային համույթը եւ Օրջալարի Արևներ համույթը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին մեր այս գեղեցիկ հայ-վրացական մշակույթը ներկայացնելու համար։ Կուզենայի ունենայինք նախատեպ այսպիսի շատ գեղեցիկ միջոցառումներ եւ ներկայացնենք մեր հայկականը։ Շնորհակալություն բոլորից։ Մեկ այլ բավականություն էր վայելել վրացական պարարվեստի ստեղծագործությունները։ Մեր հայուհիները ներկայացրին պետական պարերն ինչպես հարկն էր։ Թե հագուստը, թե ամեն մի շարժումն ապացույցն էր այն բանի, որ մատաղ սերունդը սերտ կապակցված է հայ-վրացական մշակույթին եւ կարող է ծաղկեցնել մեծ բեմերում։ Ողջունում եմ բոլորին, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր Նինոց Մինդաում բարի միջազգային օրը նշեցինք, մասնակցում էին Նինոց Մինդայի բոլոր շրջանի գյուղերը, հրավեր ունեին նաև Ախարքալակի գյուղերից, որ մասնակցում էին, այդ թվում նաև իմ 4 խումբն էին մասնակցում, ելույթը ունեցան շատ փայլուն, շատ լավ էր կազմակերպված ամեն ինչ, կազմակերպելու համար հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Լուսինե Մզիկյանին, այս ամենը կազմակերպելու, մեզ հրավիրելու, մասնակցելու համար։ Բարի միջազգային օրը ես ցանկանամ, որ իմ երեխեքս ավելի մեծ բեմերի ելույթ ունենան, ավելի մեծ բեմերի մասնակցենք, տարբեր երկրներ գնանք ու միշտ փայլուն ելույթներ ունենանք։ Նախ ուզում եմ առիթից օգտվելով շնորհավորել մեր բոլոր պարուսույցներին եւ այն մարդկանց, ովքեր որ զբաղվում են պարարվեստով, քանի որ այսօր այստեղ հավաքվել ենք Պարի միջազգային օրը նշելու համար։ Նախ ասեմ, որ մենք եկել ենք Ախալքալակի շրջանի Խանդոկ գյուղից եւ ներկայացնում ենք Խաշկավան համույթը։ Ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, հանձինս Լուսինե Մզիկյանի գլխավորությամբ, Նինոց Մինդայի մշակույթի տան տնօրենին եւ իհարկե Նինոց Մինդայի քաղաքապետարանին։ Շնորհակալ ենք նմանատիպ միջոցառում կազմակերպելու համար եւ մեզ հրավիրելու եւս մեկ անգամ առիթ ստեղծվելու, որ մեր երեխեքը զգան պարարվեստի շունչը եւ ավելի պահեն եւ պահպանեն հայկական արվեստը։ Շնորհավորանքի եւ գովեստի խոսքերով հանդես եկավ Նինոց Մինդայի մունիցիպալիտետի մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Լևոն Վարդանյանը։ Կիսվելով տպավորություններով գնահատեց կազմակերպչի Լուսինե Մզիկյանի աշխատանքը, առանց որի չէր կայանա այսօրվա միջոցառումը։ Եկեք շնորհակալություն հայտնենք մեր երեխաներին, այս գեղեցիկ օրը մեզ պարգևելու համար։ Ապրեք երեխաներ։ Շնորհակալություն հայտնենք մեր պարուսուսներին, ովքեր իրենց աշխատանքով ապահովում են մեր երեխաների կեցվածքը, մեր երեխաների երաժշտության տակտի զգացումը, ազգային լիցքը, մեր երեխաների բարձր ճաշակը, երաժշտության ընկալումը, այդ բոլորը մեր պարուսուսներն են տալիս։ Եվ ես մեկ անգամ շնորհակալություն հայտնենք մեր մունիցիպալիտետի քաղաքապետարան եւ ավականուն, որ աջակցում են որպեսզի արվեստը, մշակույթը
սպորտը դառնա մերը եւ մենք մեր ժամանակը, մեր երեխաների ժամանակը օգտագործենք ոչ այլ ինչին, այլ հենց արվեստին եւ սպորտին։ Այսօր կարծես թե յուրահատուկ եւ բնության կողմից օր է եւ մարդկության։ Ջավախք աշխարհը այսօր ժպտում է բոլորի աշկերը, ժպտում են ծնողները, ժպտում են մեր ամբողջ հասարակությունը, ժպտում են վրաց եւ հայ եղբայրական ազգությունները։ Այսօր անգլերենից, վրացերենից, ռուսերենից եւ հայերենից արտաբերված այս գեղեցիկ պարուսույցների կողմից պարային համույթները այդ գոհացուցիչ է նրանց միասնականությունը, նրանց ջերմությունը, նրանց ժպիտը այսօր կարծես ինձ բավարարեց այս մայիսի գեղեցկության օրը, այսօր կարծես Ջավախք աշխարհում ծաղկի պսակները հյուսվեց Նինո Ծմինդայի շրջանի մշակույթի այս բեմահարթակից կարելի ասել, այս տարածքից կարելի ասել, շնորհակալությունս անձամբ մեր մունիցիպալիտետի աշխատողներին եւ պարուսուսներին, անմիջապես պարուսուսների աշխատանք այսօր երևաց, ինչ կան երևաց շատ գոհ եմ բոլորից, մեկ առ մեկ չեմ թվարկում, նաեւ շնորհակալությունս հայտնում եմ մեր հեռուստաալիքին այսօր ձեր քրտնաջան աշխատանքի միջոցով ամբողջ աշխարհում երևաց մեր Ջավախք աշխարհի գեղեցկության, գեղեցիկ երեխաների ելույթները։ Ես էլ առիթից օգտվելով ուզում եմ շնորհավորել բոլոր պարուսույցների եւ բարի խմբերի բարի միջազգային օրվա առթիվ եւ ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել իմ պարուսույց ընկեր Շուշանիկին, քանզի նրա միջոցով մեր փոքագյուղում բացվեց բարի համույթը եւ մենք այսօր այստեղ ելույթ ունեցանք եւ ծաղկեցրեցինք մեր մշակույթի տան տունը։ Բարի միջազգային օրվան նվիրված միջոցառումն ամփոփվեց միասնական շուրջպարով։ Մոտ 2 ժամ տևողությամբ համերգի ընթացքում հանդիսատեսը վայելեց բարիվողջ նրբությունն ու հմայքը։ Ստացավ մեծ բավականություն բոլոր պարային կատարումներից։